Գեղեցկուի կապուտաչա Սևանը ու գեղամա լեռները հարազատներս ես էլ գեղամա լեռներն են հրաշք ողջույն բոլորիդ շատ գեղեցիկ տեղում եմ գտնվում հիմա մեր Քյավառում մեզանից մի քիչ հեռու ունենք այսպես անտառային հատվածներ Սևանի ափից մի փոքր վերև շատ հաճելի օր էր գարնանային ձնհալ փետրվարի 4-ն է այսօր բայց այնպիսի տպավորություն է ոնց որ մարտ ամսվա կեսը լինի շատ հիասքանչ եղանակ արև դուրս եմ եկել ձեր համար վիդեո նկարելու ուզում եմ խոսեմ այն մասին թե ինչպես է տեղի ունենում մեր շուրջ մեր հանգամանքները ինչումն է դրանց պատճառը որտեղ է թաքնված հանգամանքների բուն պատճառները եւ ինչպես աշխատել այդ հանգամանքների հետ հարազատներս ուրեմն եթե այս ամեն ինչի մեջ գոնե մի փոքր մտել եք ու մի քիչ գիտակցություն ունեք ընդհանրապես աշխարհընկալման մասին պետք է նաև իմանաք որ մենք որպես մարդ նախ ամենաառաջինը բիոլոգիական ճակերտների մեջ եմ ասում սա ռոբոտներ ենք հանդիսանում այս մոլորակի վրա թե ինչի ենք բիոլոգիական ռոբոտներ ուղղակի այսպիսի մի բան ասեմ մնացած հետևությունը թողեք ձեր վրա կենսաբանական մարմին որպես մի փոքր փորձեք ներս մտնեք գիտակցորեն էլի ձեր ներս ու փորձեք հասկանալ այնտեղ ներսում ինչեր են տեղի ունենում յուրաքանչյուր գործողություն մարմնի մեջ որը որ տեղի է ունենում ինքնաբերաբար այսինքն ավտոմատ ռեժիմում բջջային համակարգ օրգանական համակարգ նեյրոնային համակարգ տեսողական համակարգ լսողական համակարգ քայլողական համակարգ այս ամբողջը հարազատներս համարվում է համակարգ որովհետև այո մենք մի հատ մեծ դիեզերական համակարգի մակրո համակարգի միկրո համակարգերն ենք այն համակարգերն ենք ովքեր որ այստեղ անելիքներ ունեն հիմա չեմ մանրանա թե մենք ինչ անելիքներ ունենք այդ յուրաքանչյուրդ ինքդ պետք է հասկանաք թե դուք ինչ կոնկրետ անելիք ունեք այստեղ բայց մի բան կասեմ այս ամեն ինչի մեջ անելիքները միակն են որպեսզի մարդիկ ապրեն այստեղ երջանիկ որպեսզի մարդիկ այստեղ իրականացնեն իրագործեն ծրագրեր որպեսզի մարդիկ այստեղ զարգանան որպեսզի մարդիկ այստեղ էվոլյուցիա ապրեն ու նաև մի հատ շատ կարևոր փաստ որպեսզի մարդիկ աշխատեն իրանց գենետիկ տոհմից եկած ծրագրերի հետ եւ ծրագրերով այս ամեն ինչի մասին շատ խորը խոսում եմ ես իմ դասընթացների ժամանակ հարազատներս հիմա սրա մասին չեմ ուզում խոսեմ հիմա ուզում եմ խոսեմ այն մասին թե մենք ոնց ենք ստեղծում ընդհանրապես մեր շուրջ այն հանգամանքները որոնք որ կամ ուզում ենք կամ չենք ուզում մենք ունենք միտք մենք ունենք բանականություն եւ մենք ունենք այդ երկուսը միասին աշխատացնող ինչ որ մի հատ կառույց որի անունը որ մարդկության մեջ հա մարդիկ սենց լավ սենց ասեմ մարդիկ ընտրել են անուն որպես ենթա գիտակցություն այսինքն ունենք մի հատ գիտակից միտք եւ ունենք մի հատ ենթագիտակից միտք ենթագիտակից միտքը դա այն միտքն է որ աշխատացնում է ձեր ամբողջ օրգան համակարգը այս բիո համակարգը սրտի աշխատանք տեսողություն շնչառություն մարսողություն կլետկաների վերականգնում այն ամենը ինչ որ ձեր ներսում տեղի ունենում միմիայն նրա համար որ
ձեր մեջ կա ենթագիտակցություն եւ այդ ենթագիտակցությունը այդ ամեն ինչին ոնց որ կոմպյուտերը գիտեք, չէ՞, ոնց է որ ծրագիրը գրում են այդ արտաքին իր ժոսկի դիսկի վրա ու ունդեղից սկսում է այդ ժոսկի դիսկը աշխատացնել ամբողջ համակարգչային համակարգը։ Նույն այդ ժոսկի դիսկը ձեր ուղեղի մեջ ձեր ենթագիտակցական մասն է կազմում, այսինքն մանկուց ծնված օրվանից այն ինչին որ դուք տեսել եք, այն ինչին որ դուք սովոր եք, այն ինչին որ դուք հարմարվել եք, այն ինչը որ դուք համարում եք իրականություն, այն ինչը որ ձեր համար ճիշտ է կամ սխալ, այդ ամբողջը գրված է ձեր ենթագիտակցության մեջ։ Գրված է, որովհետև այո, իրականում ինքը ծրագրավորվում է։ Եթե մի քիչ ավելի խորը նայենք այս ամեն ինչին, այն համոզմունքները, որ դուք հիմա ունեք, եթե ծնված լինեիք ենթադրենք Ամերիկայում, վստահ եմ, որ այդ համոզմունքները չէիք ունենա, որովհետև այնտեղ մենթալիտետը լրիվ ուրիշ է։ Այնտեղ սոցիումը լրիվ ուրիշ կլիներ, ոչ այնպիսին, ինչպիսի սոցիումի մեջ, որ դուք հիմա բոլորդ մեծացել եք։ Ուրեմն հարազատներս, սկսած 3 տարեկանից, թե մի քիչ փոքրից էլ, հիմնականում 2-ից, բայց 3-ից նոր մենք մարդ որպես սկսում ենք հասկանալ, տարանջատել թացը չորից, լավը վատից ու այս նման բաները։ Գիշերը ցերեկից ենթադրենք 3 տարեկանից սկսած դուք ձևավորվում եք որպես արդեն անձնավորություն ձեր սոցիումի կողմից։ Ինչ է նշանակում սոցիում։ Սոցիումը դա ընտանիքի անդամներն են, բարեկամներն են, հարևաններն են, բոլոր այն հանգամանքները ու անձնավորությունները, որոնց հետ որ դուք առնչվում եք, դա համարվում է սոցիում։ Այս աշխարհի մատրիցան մի քիչ ուրիշ ձև է աշխատում։ Այստեղ կան հատուկ գրված արդեն օրենքներ, ծրագրեր, որոնցով որ մարդը շարունակում է ենթադրենք իր այստեղ հայտնված կյանքին մնացած ընթացքը։ Ինչ եմ ասում մատրիցա, որովհետև իրականում սա գալագրամմա է հարազատներս, շատ ունիկալ ձևի ստեղծված, որը որ ունի հատուկ իր աշխատանքային ձևը, որը որ ունի իր հատուկ համակարգը, որի մեջ որ մենք անցնում ենք էվոլյուցիա։ Լավն է, վատն է, դրանք մենակ գնահատականը տալիս է մեր էգոցենտրիչնի մտքի այն հատվածը, որը որ արդեն իսկ իր ենթագիտակցության մեջ ունի այդպիսի համոզմունք, օրինակ տաքը ավելի լավ է, քան սառը։ Ես ծնվել ու մեծացել եմ Քյավառում։ Այս ամեն ինչը իմ համար այնքան հոգեհարազատ տեղ է, ես այդտեղ մեծացել եմ։ Այս կարելի է ասել իմ թաղն է։ Ես մի քիչ եմ ստեղից հեռու ապրում, բայց էսի իմ թաղն է, ես այդտեղ մեծացել եմ։ Ու էսի իմ համար արդեն իմ ենթագիտակցության մեջ այնքան հոգեհարազատ է, որ ինքը իմ համար կոմֆորտնի վայր է։ Զոննա է ինչ որ մի հատ, կոմֆորտ դառած։ Ես այստեղ մեծացել եմ։ Ես այստեղ ինձ ավելի լավ եմ զգում հենց հիմա օրինակ, քան կզգայի ենթադրենք Եղեգնաձորում, կամ Վանաձորում, կամ Լենինականում, կամ Դիլիջանում։ Ինչի, որովհետև այս ամեն ինչը իմ համար ծանոթ է։ Հասկանում եք միտքը ինչ եմ ասում։ Ես այնտեղ եմ ինձ լավ զգում, բայց այստեղ ավելի լավ եմ զգում, որովհետև տեղանքին ծանոթ եմ։ Այս ամեն ինչը ինձ ծանոթ է, ես այստեղ մեծացել եմ։ Եթե ես Եղեգնաձորում կամ Վանաձորում կամ Դիլիջանում ծնված ելնեի, ես այստեղ ինձ կոմֆորտ չէի զգա, հակառակը այնտեղ կոմֆորտ կզգայի։ Ինչ է սա նշանակում հարազատներս։ Սա նշանակում է, որ երբ որ մեր միտքը դիմում է մեր ենթագիտակցության ծրագրերին, թե ոնց այս համոզմունքը ընդունենք, բնականաբար եթե այդ համոզմունքի հիմք ինչ որ հանդիսացող մի հատ պուճուրիկ գիտակցություն չկա մեր մեջ, մենք այդ համոզմունքը չենք ընդունի։ Այսինքն ամեն ինչը ինչ որ մենք տեսնում ու լսում ենք, մենք ընդունում ենք մեր ընկալումների շնորհիվ, այսինքն նախկինում եղած մեր մեջ դրված ընկալումների շնորհիվ։ Օրինակ, ենթադրենք փոքր երեխա
ծնվել է մի ընտանիքում, որը որ այդքան էլ լավ չի ապրում, այսինքն ֆինանսական հնարավորությունները այդքան էլ բավարար չեն, ենթադրենք, որ այդ ընտանիքի անդամները պահեն այդ ընտանիքը այդ երեխեքին կամ կոնկրետ այդ երեխուն այնպես ինչպես իրանք են ուզում կամ այնպես ինչպես երեխան է ուզում։ Նախ սկսենք ընդեղից, թե ոնց է երեխան ուզում ինչ-որ մի բան։ Երեխան ուզում է այդ ինչ-որ մի բանը տեսնելով, դրա մասին լսելով։ Ենթադրենք հիմի տղեկին է վերաբերվում հիմնականում փոքր տարիքից 3-4 տարեկանից տղա երեխուն խաղացնում են, ենթադրենք, ավտոմեքենաներով։ Բնականաբար այդ տղա երեխեն 7 տարեկանից հետո իր միակ կյանքի հիմնական նպատակներից մեկը դառնում է մեքենա ունենալը։ Սա կոչվում է ծրագրավորում, հարազատներս։ Աղջիկներին փոքր տարիքից, երբ որ խաղացնում են փոքր կուկլաներով, երեխա կուկլաներով եւ այլ, աղջիկները այդ տարիքից ծրագրավորվում են մամա դառնալը։ Մամա դառնալը։ Իրականում հարազատներս, եթե այդ երկու օրինակները վերցնենք ու ամբողջովին այլ խաղալիքներով կամ այլ գիտելիքներով ապահովենք այդ երեխեքին, այդ երեխեքը կմեծանան լրիվ այլ պատկերացումներով։ Հիմա ենթադրենք այդ ընտանիքը չի կարողանում իր երեխուն, օրինակ, տա այն ամենը, ինչ որ ուզում է։ Ինչ որ ուզում են հայրը, մայրը։ Ինչա տեղի ունենում։ Ամենաառաջինը խոսվում է երեխայի ներկայությամբ հիմնականում, խոսվում է այն մասին, որ երկրի վիճակը այնպիսի լավը չի, որ մենք չենք կարողանում, օրինակ, մեր ընտանիքը նորմալ ապահովենք։ Այս օրինակը բերում եմ կոնկրետ ժողովուրդ, որովհետև հիմնականում ֆինանսական այդ ֆինանսական բարեկեցիկ, հա, շեշտում եմ, ֆինանսական բարեկեցիկ կյանքը կախված է դե նյութականից, աշխատանքից, հենց ֆինանսից։ Այդ ամեն ինչը ծրագիր է։ Երեխան, ով մեծանում է այդ սոցիումում, որ ծնողներից միշտ լսում է, որ փող չկա, ֆինանս չկա, աշխատանք չկա, երկիրը լավը չի, ես ինչ երկրի մեջ ենք ապրում, այդ երեխան արդեն իսկ որպես պրիորիտետ իր ծնողները իրան հանդիսանալով ունի գիտակցություն իր պրիորիտետներից, որ երկիրը այդքան էլ լավը չի։ Երեխան, ով արդեն իսկ տան խոսակցությունների հիման վրա ունի պատկերացում, որ ֆինանսը դժվարությամբ է տրվում, որ ֆինանսից կախված է մեր ընտանիքի երջանկությունը, որ ֆինանսից կախված է, չգիտեմ, օրինակ մամայի կամ պապայի առողջությունը։ Այսպես շարունակ 4-ից մինչև արդեն 7 տարեկան հասակում երեխան ձևավորում է իր մեջ արդեն գիտակցություն, որ ֆինանսը շատ դժվար հասանելի բան է։ Ես մի քիչ sense փորձում եմ մատչելի բացատրեմ հարազատներս, իրականում այն ամենը, ինչ որ ձեր շուրջ տեղի է ունենում, որը որ վերաբերվում է ֆինանսի բացակայությանը, դա ծրագիր է ձեր մեջ։ Ծրագիր, որը որ շատ արագ հնարավոր է փոփոխության ենթարկել, վերածրագրավորել, ոնց որ վերածրագրավորում եք ձեր հեռախոսները կամ ձեր նոթբուքները կամ հեռուստացույցները եւ այլն, կամ ավտոմեքենաները։ Այն ժամանակ, երբ որ այդ երեխան արդեն գիտակցություն ունի ֆինանսական դժվար ձեռքբերման մասին, դրսում ինքը հայտնվում է նմանատիպ հաճախակի իրան հանդիպող հանգամանքների մեջ։ Ինչ է սա նշանակում։ Երեխան, ով արդեն իր պոլիայի մեջ, էլեկտրոմագնիսական դաշտի մեջ, մենք բոլորս ունենք էլեկտրոմագնիսական դաշտ մեր շուրջ, մենք, ծառերը, երկիր մոլորակը, սրա մասին լիքը ինֆորմացիաներ կա YouTube-ում, կարակ նայեք, կարակ ճշտեք, հիմա դրա մասին չեմ խորանալու։ Գիտակցությունը եւս հայտնվում է մեր էլեկտրոմագնիսական դաշտի մեջ։
Էլեկտրոմագնիսական դաշտի մեջ հայտնվելով այդ ձևի գիտակցություն, որ ֆինանսը դժվար է ենթադրենք ձեռք բերվում, այդ երեխեն փոքր տարիքից սկսում է հանդիպել դրսում արդեն ընտանիքից դուրս սոցիումի անձնավորությունների, ենթադրենք հարևաններից ինչ-որ մեկին, ով բողոքում է ենթադրենք երկրից, երկիրը լավը չի, Հայաստանը դժվար կացության մեջ է, ենթադրենք, ու այս նման բաներ, թոշակները չի հերիքում, նպաստերը չի հերիքում, ինչի այս երեխեն հանդիպում այդ նման խոսակցությունների, հարազատներս, որովհետև արդեն իսկ իր ձգողական դաշտի մեջ ծրագիրը գոյություն ունի, իր ձգողական դաշտի մեջ արդեն այդ ծրագիրը գոյություն ունի, որ Հայաստանում ֆինանս աշխատելը շատ դժվար է։ Հայաստանում ֆինանս աշխատելը շատ հեշտ է, ժողովուրդ, շատ հեշտ է, որովհետև այդ նույն Հայաստանում ապրում են մարդիկ, ովքեր որ շատ հեշտությամբ են ֆինանս աշխատում։ Որտեղից են գալիս այդ անհեթեթ ծրագրերը, ամենավատ ծրագիրը, փողը ձեռի կեղտ է։ Ուրեմն ինչ է նշանակում կեղտ։ Կեղտ նշանակում է մի բան, մարմնին քսված, կամ ձեռքերին կամ երեսին, որից որ ազատվելա պետք։ Ենթագիտակցության մեջ փոքրուց նստած ծրագիր կա։ Եթե ինչ-որ մի բան կեղտոտ է, ինքը անպայման պետք է լվացվի, մաքրվի։ Իսկ եթե դուք ֆինանսին, փողին, չգիտեմ, համարում եք կեղտ, ինչ եք կարծում, ինչ անի ձեր ենթագիտակցությունը այդ կեղտի հետ, ինչ կարա անի ինքը այդ կեղտի հետ, կարա անի մի բան, կամ այդ կեղտը ընդհանրապես չունեն, որպեսզի ստիպված չլվացվի, իսկ այդ լվացվելը նշանակում է, եթե օրինակ ինչ-որ մեծ գումարել է գալի մի մարդու ձեռք, ով որ համարում է ֆինանսը ձեռքի կեղտ, ինքը շատ արագ ու սենց շատ բազմաթիվ հանգամանքներով ազատվում է այդ կեղտից։ Ես դեպք գիտեմ, երբ մարդը դժվար կացության մեջ ապրող մարդը խոշոր գումար է շահել լոտոյով, շատ արագ տարբեր հանգամանքների միջոցով այդ խոշոր գումարը իրանից վերցվել է։ Այստեղ մի քիչ երկար մանրանալու տեղ կա, ինչպես ալնում, որ ձեռքի կեղտ համարող մարդը կարա այդքան օրինակ մեծ ֆինանս ձեռք բերի։ Դրանք մի քիչ մեր ցանկությունների ու մտադրությունների հետևանքներ են հարազատներս։ Այդ ֆինանսները գալիս են, հանգամանքները տեղի են ունենում եւ այդ հանգամանքների հետևանքում ֆինանսները գալիս են, բայց մի բան այդ ֆինանսը ձգել քեզ դեպի բերել ու լրիվ մեկ ուրիշ բան է այդ ֆինանսը քո մոտ պահել։ Լինում է այնպես, որ եթե շատ ես ցանկանում ինչ-որ մի բան, ստանում ես։ Այդ շատ ես ցանկանումը նշանակում է իրոք, եթե դու մի բան շատ ես ցանկանում, ինչ-որ մի ձևի այդ ինչ-որ մի բանը քեզ տիեզերքի կողմից տրվում է։ Բայց այդ տիեզերքի կողմից քեզ տրված ինչ-որ մի բանը շատ ցանկացած, եթե իր հանդեպ կա վախ, իր հանդեպ կա ինչ-որ նեգատիվ գիտակցություն, քո ամենաշատ ցանկացածը ոնց կտրվի քեզ, այտենց էլ կվերցվի քեզանից։ Ուրեմն, երբ որ երեխեն արդեն ձևավորված երեխեն հասնում է այն տարիքի, որ իր սոցիումում էլ է արդեն տեսնում հանգամանքներ, որ մեծերը խոսում են այն մասին, որ գործ չկա, աշխատանք չկա, ամեն ինչ վատ է, վիճակը դժվար է եւ այլն եւ այլն, այդ ժամանակ արդեն ենթագիտակցության մեջ եղած այդ ձևի համոզմունքները դառնում են հիմնական աշխատանքային ծրագրեր։ Այսինքն մինչև 14 տարեկանը այդ ծրագրերը աստիճանաբար ձևավորվում են ինչպես մաման ու պապան խոսեցին, դրսում եւս մենք լսեցինք նմանատիպ համոզմունք, նմանատիպ իրավիճակ, որ ֆինանսը ենթադրենք դժվար է աշխատվում, որ ֆինանսը ձեռքի կեղտ է եւ այլն եւ այլն, հարուստները, չգիտեմ, սենց կարծրատիպեր կան էլի, որ եթե մարդը հարուստ է, ուրեմն անպայման ինքը մի
վատ հանգամանքով ձեռք բերած հարստություն ունի։ Ժողովուրդ, այս ամեն ինչը, ուրեմն ուշադիր լսեք հիմա, հորինվել է մարդկանց կողմից այն ժամանակ, երբ որ իրան ցածր խավ համարող մարդը փորձել է ձգտի ինչ որ մի հատ մեծ հաջողության ու չի հասել այդ հաջողությունը իրան կամ ինքը այդ հաջողությանը, որը որ վերաբերվում է ֆինանսին, որպես արդարացում իր համար մարդը սկսել է ինչ անել, արդարանալ, թե փողը ձեռի կեղտ է, ավելի լավ է չունենամ, քան ունենամ, ենթադրենք հանգիստ չքնեմ։ Իհարկե երկիր մոլորակի վրա կան նաև դեպքեր, որտեղ որ կան դեպքեր, որ ենթադրենք կան հարուստներ, ովքեր որ ինչ որ վատ եղանակներով են այդ հարստությունը ձեռք բերել, հարազատներս, բայց դա չի նշանակում, որ դա բոլորին է վերաբերվում։ Այդ նշանակում է, որ այդ մարդը, ենթադրենք, այդ վատ եղանակներով, ուրիշ ճանապարհներով ձեռք բերված հարստությունը ձեռք է բերել իր իսկ ունեցած գիտելիքների հիման վրա, այսինքն այդ մարդու համար դա նորմալ է եղել։ Ենթադրենք այդ մարդը մեծացել է մի հատ ընտանիքում, որտեղ օրինակ էլի կան շատ կան այդպես ընտանիքներ, հարազատներս, ոչ մի բան չի բացառվում այս մոլորակի վրա, որտեղ որ ենթադրենք գողություն անելը, ուրիշից խլելը նորմալ է համարվել։ Բնականաբար այդ ընտանիքի մեջ մեծացած երեխան ամեն գնով ոնց կկարենա իր ցանկություններին, իր նպատակներին ֆինանսական տեսակետով հասնի, այդ իր համար նորմալ կհամարվի։ Բայց կան մարդիկ, ովքեր որ նախընտրում են օրինակ արդար աշխատանքը, արդար քրտինքը, չգիտեմ, արդար եղանակները։ Ինչի մասին է սա խոսում։ Սա խոսում է մի բանի մասին, որ ամեն բան, ամեն իրավիճակ, ամեն սոցիումի տրված ծրագիր ունի իր թե լավ, թե վատ կողմերը։ Իսկ այդ ծրագրերի լավ եւ վատ կողմերը օգտագործելու, մերը դարձնելու միակ ներկայացուցիչը մեր համար մենք ենք, հարազատներս։ Այն ինչ որ մեր բանական գիտակցությունը տեսնում ու լսում է ու համարում է իր համար նորմալ ու համարում է այդ իր տեսածը եւ լսածը իր համար որպես հիմք, դա էլ ստանում է իր շուրջ։ Ասեմ նաև, որ կյանքը ինքը իրանից արդեն բարեկեցիկ է։ Երբ որ նայում ես ձյուն է գալիս, երբ որ նայում ես քամի կա, անձրև կա, խոտ է աճում, ինքը արդեն բարեկեցիկ է։ Կյանքը ինքը իրանից արդեն իզաբիլնի է, ինքը արդեն բարեկեցիկ է։ Ուղղակի մեր պահանջները, երբ որ սկսում են չհամապատասխանել կամ չբավարարվել, համապատասխան մեր պատկերացումներին, դրանից ծնվում է միտք, որ կյանքը այդքան էլ բարեկեցիկ չի, բայց իրականում երբ որ ծառը աճում է, ինքը բարեկեցիկ է աճում, ինքը երբեք դժվարությամբ չի աճում, ժողովուրդ ջան։ Մոլորակը այնքան բարեկեցիկ է, այնքան առատ է, բայց քանի որ մենք ունենք նմանատիպ գիտակցություն, որ մեր պատկերացումներին, մեր ցանկություններին չի համապատասխանում օրինակ մեր իրավիճակը, դրա համար մենք համարում ենք, որ օրինակ աշխարհում դժբախտություն կա, աշխարհում բարդ է ապրելը, հայերը բոլոր ժամանակներում միշտ եղել են խելացի, բայց չգիտես ինչի իրանց խելացիությունը իրանց երկրի մեջ չեն կարացել ցուցաբերեն, դրսևորեն, ինչի, որովհետև Հայաստանը խոշտանգվել է շատ երկար տարիներ, ջարդեր են եղել, գաղթեր են եղել, դրանով ձևավորվել է մենթալիտետ, ենթագիտակցություն, ազգը ևս ունի ենթագիտակցություն, ոնց որ մարդը ունի ենթագիտակցություն, այնպես էլ երկիրը ունի ենթագիտակցություն, ոնց որ երկիրը ունի ենթագիտակցություն, այնպես էլ աշխարհը ունի ենթագիտակցություն, մոլորակը, ոնց որ մոլորակը ունի ենթագիտակցություն, հարազատներս, այդպես էլ տիեզերքը ունի ենթագիտակցություն, ու մենք բոլորս տիեզերքի ենթագիտակցության մեկ մասնիկն ենք, յուրաքանչյուրս, ամեն մեկս մեր բաժնով։